Իրան ԱՄՆ-Իսրայել բանավեճ է ծավալվել 3 գումարված ՄԱԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Իսրայելի հարձակումից հետո Իրանն էր խնդրել ՄԱԿ-ին անվտանգության խորհրդի նիստ գումարել։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Վաշինգտոնի մեղադրել է Իսրայելի հետ համագործակցելու համար։ Իրավանիի խոսքով Միացյալ Նահանգները հավասար պատասխանատվություն է կրում Իսրայելի հետ Իրանի դեմ հարձակման համար։ Իսրայելին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը մեղադրել է ԱՄՆ-Իրան բանակցությունները խափանելու փորձերի ու տարածաշրջանում կոնֆլիկտ հրահրելու համար։ Այս ահաբեկչական հարձակումներին Միացյալ Նահանգների մեղսակցությունը կասկած անգամ չի հարուցում։ Ամերիկացի պաշտոնյաները բացահայտ ընդունել են իրենց դերը հանցագործությունների և դիտավորյալ կատարված վայրագությունների մեջ։ Մենք երբեք չենք մոռանա, որ մեր քաղաքացիները զոհվել են ամերիկյան զենքի կիրառմամբ իսրայելական հարձակումներից։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հերքել է իրենց մասնակցությունը Իրանի դեմ հարձակմանը։ ՄԱԿ-քույփիթը խոստովանել է, որ իրենք տեղեկացված են եղել սպասվող օպերացիայի մասին, բայց չեն մասնակցել ռազմական գործողություններին։ Ամերիկացի պաշտոնյան վստահեցրել է, որ Վաշինգտոնը ձգտում է դիվանագիտական ճանապարհով զրկել Իրանին միջուկային զենք ունենալու հնարավորությունից։ Փիթը նաև զգուշացրել է Իրանին ոչ մի դեպքում չթիրախավորել ամերիկյան ռազմաբազաները։ Թեհրանը դեռ մինչև իսրայելական հարձակումը հայտարարել էր, եթե Իսրայելը հարձակվի, իրենք ի պատասխան կհրթիռակոծեն Իրաքում ամերիկյան ռազմաբազաները։ Ես անկեղծ կլինեմ, ոչ մի կառավարություն, ոչ մի վստահված ուժ կամ անկախ խաղացող չպետք է հարձակվի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների, ամերիկյան բազաների կամ տարածաշրջանում ամերիկյան այլ ենթակառուցվածքների վրա։ Իրանի համար դրա հետևանքները սարսափելի կլինեն։ Իսրայելն իր հարձակումները ՄԱԿ անվտանգության խորհրդում արդարացրել է ինքնապաշտպանությամբ։ Իսրայելի ներկայացուցիչը վստահեցրել է, թե իրենց դեմ պատերազմի էր պատրաստվում Իրանը։ Ըստ Դանի Դանոնի, իսրայելական հետախուզության տվյալներով Իրանը ուներ հնարավորություն միջուկային մարտագլխիկներ հավաքելու։ Իսրայելը համոզիչ ապացույցներ է գտել, որ իրանական ռեժիմը հանկարծակի հարձակումներ էր պլանավորում։ Նրանք ներխուժում էին պլանավորում բոլոր կողմերից, հազարավոր ահաբեկիչներով և հազարավոր արկերով։ Իսրայելի արդարացումները չի ընդունել Ռուսաստանի ներկայացուցիչը։ Միջուկային օբյեկտներին հարվածները որևէ կերպ չեն կարող արդարացվել, հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Ինքնիշխան Իրանի տարածքի վրա չհրահրված հարձակումները, խաղաղ միջուկային ենթակառուցվածքի օբյեկտների թիրախավորման հարվածները ոչ մի արդարացում չեն կարող ունենալ։ Միջազգային հանրությունը չի կարող և չպետք է չեզոք դիրք ընդունի։ Այսպիսի գործողությունները տարածաշրջանում մեծ պատերազմի ճանապարհ են դառնում և լուրջ սպառնալիք գլոբալ անվտանգության համար։ Միացյալ Նահանգները պատրաստվում է ուժեղացնել իր ուժերի խմբավորումը տարածաշրջանում։ Բացի Մերձավոր Արևելքում տեղակայված 40,000 ամերիկացի զինվորներից, Վաշինգտոնը պատրաստվում է միջերկրական ծով տեղափոխել Քարլ Վինսոն ավիակիր խումբը և լրացուցիչ ականակիրներ։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։